Երևանը գտնվում է սեյսմիկ գոտում, սա պետք է գլխավոր չափորոշիչ լինի ցանկացած շենքի նախագծման ժամանակ, ասում են զրուցակիցներս։ Բարձրահարկը ինքնին վատ բան չէ, եթե արվում է ճիշտ հաշվարկներով։ Բարձրահարկ շենքերի կառուցմանը դեմ չեն նաև երևանցիները, բայց վստահ չեն, որ մայրաքաղաքում պահպանվում են նորմերը։ Կենտրոնական մասում կառուցում են, քաղաքի տեսքը գցում է։ Լավ կարծիք չունեմ, օդրել է կեղտոտ է շինարարության մեջ, բարձրահարկը։ Վատ, շատ վատ, չափից շատ են շենքերը նոր բազմահարկ, Երևանը էլ տեղ չունի մեծանալու ուղղակի։ Փոշու մեջ խեղդվում ենք, ծառերը կտրում են, շնչելու օդ չկա, տները միշտ կեղտոտ են։ Սեյսմիկ գոտում ենք ապրում ենք, բարձր սեյսմիկ գոտում, բարձրահարկան շենքերը մի քիչ անհասկանալի է, որ կառուցում են մեզ մոտ, դա վտանգավոր է, ամեն բան կարող է պատահել։ Երևանի բարձրահարկերը դառնում են քաղաքի արդիականացման խորհրդանիշներից մեկը, սակայն դրանց արագ զարգացումը պահանջում է խորքային վերլուծություն, թե ճարտարապետական, թե սոցիալական, թե տեխնիկական տեսանկյունից։ Բարձրահարկերը կարող են բարելավել բնակարանային պայմանները, եթե կառուցվեն հաշվենկատ եւ քաղաքային շահի, այլ ոչ թե միայն տնտեսական եկամտաբերության նպատակով։